Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է իր 160-ամյակը։ Եվ այդ շրջանակներում 3 օրյա հյուրախաղերով գտնվելու է մայրաքաղաքում։ 3 տարբեր ներկայացում, 3 տարբեր թատրոններում։ Թատրոնի ընթացքի զարգացումների եւ նոր նախագծերի մասին կխոսենք մեր գեղեցկույի հյուրերի հետ։ Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհիներ Նարա Սանթոյան եւ Դիանա Մացոյան։ Լույս առավոտի։ Բարի լույս։ Շատ շքեղ եք, շատ պայծառ եւ էներգետիկ։ Պաներ խաշ թե քյալլա։ Երկուսն էլ։ Երկուսն էլ։ Այո։ Բայց առաջինը որ մեկը։ Երևի պաներ խաշ։ Պաներ խաշ։ 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 Շնորհակալություն այսքաններ մնացեք մեզ հետ, մենք գնանք խշտել։ Դե ինչ, լավ, գնանք 2020 թվական նոյեմբերին մեծ շուկով նշեցիք 160-ամյակի հիմնադրման թատրոնի եւ ունեցաք ուղևորություն դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ղազախստան, փառատոններ եւ կարելի էր կարծես թե սահմանափակվել, բայց ոչ, ինչու սահմանափակվել, եթե ել ավելի մեծ թափով ամեն ինչ կարելի է անել եւ գալիս եք մայրաքաղաք։ Ինչով է գալի Աճեմյանցին մայրաքաղաք 3 ֆանտաստիկ ներկայացումներ, ինչ եք բերում ձեզ հետ, ինչով կզարմացնեք եւ կուրախացնեք մայրաքաղաքի հանդիսատեսին։ Ամսու 17-ին գալիս ենք արտիստիկ համերգով, որտեղ փորձում ենք մեր ունակությունները ցույց տալ եւ գեղեցիկ համերգ ներկայացնել։ Առանձնահատուկ է նրանով այս ներկայացումը, որ ոչ թե միայն երգում ենք ու առանձին բեմադրություն, այլ երգը եւ բեմադրությունը միախառնված իրար հետ։ Մեր Արինան Արարատյան գեղեցիկ բեմադրել է եւ ռեժիսորը մեր Ռաֆայել Ասատրյանն է, կարծում ենք հիանալի ներկայացում է ստացվել։ Երգում ենք, պարում ենք, այդպես։ Ասում են Գյումրիում թատրոնը ոչ թե շենք է, այլ բնավորություն եւ 160-ամյա պատմություն ունեցող թատրոնի դերասանուհի լինելը ձեզ համար այսպես պատասխանատվության մեծ զգացում է թե պատիվ։ Երկուսն էլ, այո։ Իհարկե մեծ ոգևորությամբ եւ պատասխանատվությամբ ես լցվում, երբ պատկերացնում եւ գիտակցում ես, որ դու էլ այդ 160-ամյա թատրոնի մի մասնիկն ես կազմում եւ պատմություն ես կերտում վերջապես։ Բայց անկեղծ ասենք, ինչքանն ենք կերտում, 30 տարին մենք ենք կերտում արդեն։ Երկուսեր նույն շրջանի եւ նույն, այսպես ասած, նախ կուրսեցի ենք եղել մենք միասին եւ 30 տարի արդեն թատրոնում մենք փորձել ենք մեր ստեղծագործում եւ անցել ենք բավականին դժվար ճանապարհ, հանդիսատես կրթելու այդ ճանապարհը մեզ էր բաժին հասած եւ ունենք այսօր հրաշալի արդյունք եւ հանդիսատեսի որակի տեսանկյունով, իսկ թատրոնն էլ ինքը զարգանում է, գնում է առաջ իր լավ ներկայացումներով, բազմաժանր եւ ռեժիսորների տեսանկյունով, որ մենք շատ հրավիրված ռեժիսորներ ունենք եւ առանձնահատուկ է մեր թատրոնը դրանով, որ 1-2 ձեռագրի մեջ չի մնում ստեղծագործական կազմը, այլ փորձում ենք տարբեր տեղերից հրավիրել եւ խաղացանքը կառուցել ավելի տարբեր ձեռագրերի վրա։ Այս ամեն ինչի հետ մեկտեղ եթե դուք դուք ավելացնեմ ձեր փոխարեն ֆանտաստիկ է որ դերասանը իրեն գնահատված ու շատ լավ է զգում այն դեպքում երբ որ ահռելի մեծ աշխատանք է տարում թատրոնում ես գիտեմ վերջին շրջանում մեծ ներդրումներ են արվում լուսային ձայնային մեծ աշխատանք է տարվել փոփոխություններ ունենք եւ գիտեմ այո կառավարության կողմից մեծ ներդրումներ է արվել ինչը որ վերջին 30 տարիների ընթացքում չի եղել եւ ամբողջապես թվայնացվել եւ ժամանակակից տեխնիկա է բերվել եւ վերանորոգվել է լուսաձայնային տեխնիկան ամբողջապես Եվ հիմա նաև ջերմության համակարգն է հիմա վերանորոգման մեջ, այնպես որ մենք կունենանք արդեն ժամանակակից տեխնիկա։ Եվ մեր երևանյան հյուրախաղերը նախարարության, մշակույթի նախարարության աջակցությամբ է։ Եվ 17, 18, 19 մենք գալիս ենք մեր նախարարության շնորհիվ եւ սպասում ենք մեր հանդիսատեսին, որպեսզի գան եւ վայելեն նաեւ ոչ միայն Գյումրիում վայելեն, նաեւ տեղում վայելեն։ Ինչպես է Գյումրու թատրոնին հաջողվում մնալ երիտասարդ եւ արդիական իր պատկառելի տարիքին, որն է այն նորագույն նախագիծը, որով այսօր ապրում է թատրոնի կուլիսային աշխարհը։ Առանձնահատուկ է նորից կրկնեմ նրանով, որ գեղարվեստական կազմը հանձնես մեր Լյուդվիգ Հարությունյանի ինքը սիրում է տարբեր ռեժիսորների հրավիրել եւ հնարավորություն է տալիս երիտասարդներին ստեղծագործել։ Օրինակ մենք հիմա նոր ներկայացում ունենք Նադյան Ավետիսյան բեմադրում է Լեոնարդո Գերշի
այդ ազատ թիթեռները, գործը չնայած վերնագիրը կփոխվի, հնարավորություն է տալիս երիտասարդներին, ինչպես որ իրեն են տվել, որպեսզի նոր ձեռագրով հանդերձ գան։ Այդ բազմապնակ, այդ բազմաժանր, բազմատեսակ ռեժիսորական մտքով ռեժիսորների մուտքը թատրոն ինքը երիտասարդացնում է։ Եվ նաև այն, որ երիտասարդների մուտքը ազատ է, եթե նա շնորհալի է, տաղանդավոր է։ Այն երկու եւս ներկայացումը, մեկը բոհեմն է լինելու, չէ։ 19-ին Եվ ինքս Բերտի իշխանուհին, որը 24-ին արտավազդի նաև տարվա լավագույն ներկայացում անվանակարգում կար եւ տարվա լավագույն բեմադրություն, եթե չեմ սխալվում։ Մի քանի նաև տարվա երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ներկայացված էր Նարա Սանթոյանը, բայց որ մի քանի 5 մրցանակ մենք տարանք։ Լավագույն լույսային ձևավորում մեր Հակոբ Պողոսյանը տարավ։ 5 նոմինացիա մենք տարանք, ամսու 17-ին մենք խաղում ենք արտիստիկ համերգ, Ստանիսլավսկու անվան թատրոնում։ Այո, 18-ին խաղում ենք ինքս Բերտի իշխանուհի Սունդուկյան թատրոնում եւ բոհեմ ներկայացումը մեր համազգային թատրոնում։ Նաև ավելացնենք, որ մեծ թիմով եք գալիս, որովհետև Այո, այս հյուրախաղերը առանձնահատուկ են նրանով, որ մեծ խմբով են գալիս եւ ամենասիրված ներկայացումներից 3-ն են ընտրվել այս անգամ այս 3-ը։ Շատ կարեւոր է հյուրախաղերը հայաստանյան բոլոր քաղաքներում եւ ինչպես միշտ այս տարի եւս մենք դա կազմակերպեցինք օբելյանական միջոցառումների շրջանակներում, այնպես որ բացի Գյումրիից, այստեղ մայրաքաղաքի հանդիսատեսը հնարավորություն կունենա նորից սիրված ներկայացումները դիտելու, չնայած որ ինքս Բերտի իշխանուհին եւ բոհեմը ներկայացվել են արդեն մի քանի անգամ, բայց սա հյուրախաղերի շրջան է Հայաստանի Հանրապետությունով, մենք արդեն մարզերում սկսել ենք Մարտունու մարտի 8-ին խաղացինք Փարիզի վտանգավոր քաղաքի ներկայացումը եւ հիմա արդեն հերթասել է մեր մայրաքաղաքին։ Ինչ լավ է, որ լսում ենք, որ մարզեր է գնում, որովհետեւ այո, իրականում մարզի ժողովուրդը ավելի շատ կարիք ունի այս ամեն ինչի, որովհետեւ կարծես կտրված է։ Բոլոր մարզերից շատ են գալիս նաեւ մեզ մոտ դիտելու եւ դա Գյումրիի մշակութային կյանքի եւ туриզմի զարգացման հարցում շատ կարեւոր նշանակություն ունի եւ մեզ համար անչափ ուրախալի է, որ զբոսաշրջիկները իրենց մշակութային ծրագրի մեջ ներառում են անպայման այցելություն դեպի թատրոն եւ նախապես են տոմսեր գնում եւ ներկայացումներն այնքան սիրված են, որ երբ հայտարարվում է ներկայացման մասին, օրեր առաջ արդեն տոմսերը սպառվում են։ Բայց ցավոք սրտի մենք ունենք իրականում այն մեծ զանգված, ովքեր ցավոք սրտի չունեն այդ հնարավորությունը գալու հասնելու Գյումրի։ Դրա համար մենք ենք շրջում։ Մարզերում գիտեք ինչ է նաև անհրաժեշտ, որ մարզերում մենք շրջակա ենք, որովհետև մարզերում են ծնվում հանճարները։ Ի վերջո նրանց պետք է դիտել, նայել, հնարավորություն ունենալ, որպեսզի ներշնչվել ներկայացումից, ինչպես որ լինում է բոլորի հետ։ Ինչ որ բան, գեղեցիկ բան դիտելիս, նա այդ հնարավորությունը պետք է տրվի, որպեսզի իր մեջ աճի ցանկությունը դեպի թատրոն կամ արվեստի այլ բնագավառ։ Այո։ 3 տարբեր թատրոններ կարող ենք ասել, որ սա հետաքրքիր, այսպես ասած, մշակութային արշավ է փոխանցելու աջամյանական այդ ոգին։ Խոսենք այդ մասին։ Թատրոնները, որ տարբեր թատրոններ են ընտրել, 3 ներկայացումներ տարբեր թատրոն, դա էլ է հետաքրքիր մեզ համար։ Բոլոր թատրոններն էլ մեզ համար շատ հաճելի են, որովհետև մենք վաղուց սովոր ենք խաղալու տարբեր ներկայացումներով։ Օրինակ ինձ համար հետաքրքիր, որ Սոս Սարգսյանի անվան թատրոնը բացվել է եւ մենք բոհեմը խաղալու ենք այնտեղ։ Դա արդեն ուրիշ մի այլ քայլ է, իսկ ընդհանուր եթե ներկայացումներն են, որ մենք գալիս ենք, հետաքրքիր է տարբեր ժանրեր եւ թեմաները ամբողջությամբ տարբեր են, հա։ Այո, ժանրային բոլոր ինքս Բերտի իշխանուհին մեծ մասշտաբի ներկայացում է պատմական գործ եւ բոհեմը 4 հայտնի կանանց մասին ձեզ հրավիրում ենք, խնդրեմ համեցեք եւ դիտեք։ Դուք էլ դիտեք, էլի բոլորը գալիս են եւ արտիստիկ համերգը, որ կարծում եմ ամեն ներկայացում ընտրվել է ճիշտ թատրոններում։ Եվ հաստատում է հասարակատեսը կունենա, անպայման այսինքն հատուկ եք ընտրել թատրոնները, թե պատահականության սկզբունքով է այդպես եղել։ Կարծում եմ մասշտաբից դուրս գալով ներկայացումն է, ասենք ինքս Բերտի իշխանու հնարավորությունը դա ունի միայն մեր ակադեմիական թատրոնը։ Եվ ճիշտ է այդպես։ Ամենքինը երևի այդպես ստացվել է, բայց հաճելի է մեզ, որ 3 տարբեր թատրոններում ենք խաղալու։ Իսկ կարող ենք առանձնացնել ներկայացումներից որևիցե մեկը, որ ճիշտ է, համաձայն եմ, տարբեր թեմաներ են, մենակ բոհեմը արժի նայել ինչի համար, որովհետև այնտեղ ներկայացվելու են 20-րդ դարի ամենաշքեղ հաջողակ կանայք, որոնք ցավոք սրտի բոլորս գիտենք իրենց վաղճանը, Կոկո Շանել, Մարիա Ցվետաևա եւ Ֆրիդա Կալո։ Ահա, անունները արդեն
հանդիպում են, որ գաս նայես ու ասես քաղես բեմից ամեն ինչ լավություն։ Այ որը կառուցնեք։ Երևի հնարավոր չի առանձնացնել, որովհետև ահավոր տարբեր ներկայացումներ են։ Նախ արտիստիկ համերգը ներկայացում է 3 մասից բաղկացած շատ հետաքրքիր, ինչ որ գույներ, սեր, երաժշտություն, տրամադրություն, այդ բոլորովին ուրիշ էմոցիաներ կտա։ Այո, ժանրերը տարբեր են։ Եվ հանդիսատեսը կտեսնի արտիստական կազմին ուրիշ վիճակների մեջ բոլորը երգում են կենթանի նվագակցությամբ, իդեպ համագործակցությունը ֆոլկաստիկ բենդի հետ է, կենթանի հնչողությամբ, կենթանի նվագակցությամբ արտիստները երգում են եւ պարում են։ Ամբողջական բեմադրություններ են։ Սլավոնական գնչուական մաս ունենք, ռուսական մաս ունենք հայկական ժողովրդական, շատ գեղեցիկ պարերով, գեղեցիկ բեմադրություններ։ Հնարավոր չէ, որովհետեւ երեքն է տարբեր էներգետիկա ունեն։ Բայց հետաքրքիր է, որպես մասնագետներ մենք դերասաններ ինչպիսի անցումներ են կատարում, ասենք ինքս Բերտի իշխանու մեջ, այս անգամ Դիանան իհարկե չի խաղում, բայց մեզ մոտ իդեպ նաև շատ էլի պետք է նշեմ առանձնահատուկ է մեզ մոտ նրանով, որ դուբլյորային համակարգը մեզ մոտ գործում է։ Բոլոր ներկայացումները երկու կազմով են խաղում։ Եվ լավագույն կազմով, ասենք ինքս Բերտի իշխանուին 5 հոգի գլխավոր կերպարներ ունենք նաև դուբլյորային։ Եվ դա շատ հանգիստ, համերաշխ, սիրով, օրինակելի, եւ դա է նաև մեր հաջողությունը, որ ասում եք, սա թարմանում է։ Դա գեղեցիկ մրցակցություն է, այսպես ասած, առողջ մրցակցություն, նաև։ Այո, դե ինչ, այսքանով Գյումրու Վարդան Աթեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը չի սահմանափակվում, որտեղ արխիվում ունեն Բոլղարիա, հետո Մոսկվա եւ մինչեւ տարվա վերջ 3 պրեմիերային կունենալու։ Որոնց մասին հուսով եմ կխոսանք արդեն մեր մոտ տաղավարից։ Առաջիկա ծրագրերում իհարկե ունենք շատ հրավերներ Եվրոպայից, Բուլղարիայից ունենք, Մոլդովայից ունենք, Մոսկվայից ունենք, փառատոներ, հրավերներ մասնակցելու հյուրախաղերի, դե այդ ամբողջը process-ի մեջ է, նախապատրաստական ընթացքի մեջ է, ինչի մասին հետո կլուսաբանենք անպայման, եւ իհարկե նոր ներկայացումներ, միջայլոց մի ներկայացում թատրոնի միջազգային օրվան նվիրված մենք արդեն մի պրեմիերա ունեցանք, Մարկեսի աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը բեմադրել էր Երևանից հրավիրված բեմադրիչ խորեոգրաֆ Արինա Արարատյանը, մեր շատ սիրելի, շատ գեղեցիկ ներկայացում մենք ունեցանք, արդեն մի քանի անգամ Գյումրիում խաղացվել է, այնպես որ համեցեք մեզ մոտ դիտելու, չգիտեմ մենք երբ հնարավորություն կունենանք Երևանում լինել, դուք կարող եք գալ, հիմա պատրաստվում է, ասացի Լեոնիդ Գերշի այդ ազատ թիթեռնիկները ներկայացումը կարծում եմ հետաքրքիր է լինելու էլի փոքր բեմ, երկուսն է փոքր բեմում մենք հանձնեցինք վերջերս ներկայացում եւ երկու ներկայացում կունենանք մեծ բեմում, մեկը Ագաթա Քրիստիի գործերից մեկն է։ Շատ լավ, շնորհակալ եմ, Էսամիջի Հարությունյանն է հիմա կոմեդիա բեմադրում, նորից նախապատրաստական եւ փորձերի մեջ ենք, այնպես որ հետաքրքիր է լինելու։ Դե ինչ մենք արդեն ժամանակով դուրս ենք գալիս լուրերի վրա, բայց շատ արագ ասենք որ մեր հյուրերն են Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհիները Նարա Սանթոյանը եւ Դիանա Մացյանը։ Շնորհակալ ենք շատ։ Մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ, վաղը տարում կաշխատեն մեր մյուս գործընկերները։ Ձեզ լավ օրվա շարունակություն։